Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության երթագալ լուրերն են։ Արևմտյան Հայաստանի մեջ կկայանան նախագահական ընտրություններ։ Հավերժ ննչեց Էմմա Մալխասյանը։ Արցախը Արևմտյան Հայաստանի հոգին է։ Հանդիպում Արևմտյան Հայաստանի Երևանյան առաքելության մեջ։ Որքան տարածք բռնագրաված է Ադրբեջանը Գեղարքունիքեն 2021-2022 թվականին։ Ուկրաինայի մեջ հայտնաբերված է 414 տարեկան եզակի հայկական հուշարձան։ Արևմտյան Հայաստանի մեջ Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը կկազմակերպի Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության պաշտոնական արարողությունը, որտեղի պիտի ունենա նոյեմբեր 22-ին ժամը 11:30 մինչև ժամը 4-ը։ Ազգային ժողովը սիրով կհրավիրի բոլոր պատվիրակները եւ հյուրերը մասնակցելու ընտրության, նախապես լրացնելով Western Armenia պաշտոնական գայքին մեջ նշված հայտարարումը։ Արևմտյան Հայաստանի դրոշի ներքո հավերժ հեռացավ տիկին Էմմա Մալխասյանը, Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանի մայրը։ Հոգեհանգստի արարողության ներկային Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը եւ ազգային ժողովի պատգամավորները ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ։ Հանգչիր խաղաղությամբ սիրելի տիկին Էմմա։ Մենք կանգնած ենք պատմական շեմի առջև։ Մեր բարդն է վերականգնել հայրենիքի ամբողջականություն ու պետականության իրավական շարունակականությունը։ Արցախը հայոց պատմության կենտրոնի միջուկն է, իսկ Արևմտյան Հայաստանը մեր անժխտելի իրավունքի հայրենի հողը։ Հայ ժողովրդի պետական իրավունքը կհիմնվի միջազգային երբեք չչեղարկված փաստաթղթերով վրա։ 1917 թվականին Թուրքահայաստանի մասին հրովարտակ, 1920 թվականի Սևրի դաշնակիր եւ նախագահ Հուդրո Ուիլսոնի իրավարար վճիռ։ Այս իրավական հիմքերով է, որ կձևավորվի հայ պետականության շարունակականությունը, հասնելով Արևմտյան Հայաստանի Հանրապետության հռչակման եւ ներկայիս նախագահ Արմենակ Աբրահամյանի ղեկավարությունը։ Այսօրվան կացության մեջ Հայաստանի իշխանություններուն կողմէ Արցախը Ադրբեջանի իմաց հայտարարելը կհագասե հայ ժողովրդի իրավահաջորդության սկզբունքին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կհանդիսանա ու կմնա այդ իրավահաջորդ եւ շարունակող պետությունը։ Արցախի հայությունը որպես հայ ազգի անբաժանելի մասը իրավունքի ուժով կրնա վերականգնել իր պետական պատկանելիությունը միանալով Արևմտյան Հայաստանի Հանրապետության։ Մենք Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Արցախի հանձնաժողովը կոչ կուղենք Արցախի հայության եւ ամբողջ հայ ժողովրդին միավորվելու նախագահի Արմենակ Աբրահամյանի շուրջ հանուն ազգային միասնության, պատմական արդարության եւ պետական շարունակականության վերականգնման։ Արցախի պայքարը կշարունակվի իրավական եւ քաղաքակրթական դաշտին մեջ։ Արևմտյան Հայաստանի Երևանյան առաքելության մեջ պիտի կայանա հանդիպում Արցախի հայության ներկայացուցիչներու հետ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքին պիտի քննարկվին մարդու իրավունքներու եվրոպական դատարանին մեջ ընդունված գործերուն առնչվող հարցերը, ինչպես նաև Արցախի եւ Արևմտյան Հայաստանի միջև գոյություն ունեցող կապը։ Այս քննարկումը նպատակ ունի ավելի խորացնել փոխըմբռնումն ու համագործակցությունը ուղղված հայ ժողովրդի իրավունքներու պաշտպանության։ Հանդիպումը պիտի կայանա շաբաթ նոյեմբեր 15-ին ժամը 3-ին, հասցե Ակատանկեղոս 2/2, բաց հրավեր բոլորին։ Արևելյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան կգրտնե, թե այսպես կոչված իրական Հայաստանի տարածքը 29743 կիլոմետր քառակուսի է, սակայն այսօր մեր վերահսկողության տակ գտնվող տարածքը զգալիորեն նվազած է ոչ միայն չհամապատասխանելով պատմական, այլև իրավական սահմաններուն, որոնք ամրագրված են 1920 թվականի Սևրի դաշնակրով իրական Արևմտյան Հայաստանի տարածքային հիմքերով։ 44 օրյա պատերազմի ավարտեն ամիսներ անց 2021-ի մայիսին սկսյալ Ադրբեջանը բարբերաբար ռազմական հարձակում իրականացուց Արևելյան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հասնելով հաջողություններով։ 2021-ի մայիսին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ մասնավորապես 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը ներխուժեցին եւ բռնագրավեցին նոր տարածքներ Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերուն մեջ։ Տերնոպոլի մարզի Յազլովեց գյուղը հետազոտող մասնակիցները բադահապար բացահայտած են իսկական պատմական գանձը հայկական ջրհորը, որուն գոյացումը կտվակրվի 1611 թվականով։ Սալիգի վերին մասը կզարդարվի բացված թևերով, արձիվի պատկերով, իսկ անոր դա կգտնվի խաչմը հատուկ բուսական զարդանախշով։ Այս հուշարձանը դպավորի չէ ոչ միայն իր հնությամբ, այլ նաև վարպետության բարձր աստիճանով։ Հետազոտողները կենթադրեն, որ Յազլովեցի հայ վարպետները նաև ստեղծած են նույնպիսի փորագրված զարդեր Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման, Գոստյոլի եւ Հին ամրոցի դարպասներու համար։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կհիշեցնե, որ Ուկրաինայի հայերը միջազգային իրավունքի հիման վրա կներկայացնեն Ուկրաինայի բնիկ ժողովուրդը եւ ոչ թե էթնիկ կամ կրոնական փոքրամասնություն։
Արևմտյան Հայաստանի արևելյան հատվածին մեջ գտնվող Դիկրանագերդի նահանգապետը այցելած է շուրջ 500 դարվան պատմություն ունեցող հայկական Սուրբ Սարգիս ուղղափառ եկեղեցին շինարարական աշխատանքներուն ծանոթանալու համար։ Նահանգի Սուր շրջանի Ալիփաշա տաղամասին մեջ գտնվող այս եկեղեցին համայնքի բացակայության պատճառով ժամանակի ընթացքին աստիճանաբար փլած էր եւ 2023-ի մարաշի ավերիչ երկրաշարժերուն հետևանքով ստացած էր նոր վնասներ։ Նահանգապետը դեղեկացված է 2024-ին մեկնարկած վերականգնողական աշխատանքներուն, ապա հայտարարած է, թե մեծ նշանակություն կտան մշակութային ժառանգության պահպանման։ Վերականգնողական աշխատանքներու ավարտեն յետք այս պատմական կառույցը կարևոր ներդրում պիտի ունենա Սուրի պատմական կառուցվածքին եւ քաղաքի մշակութային բազմազանության մեջ նշած է ան։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։